Բարև բոլորին, բարև բոլոր նրանց, ովքեր սիրում են ծովափնյա բարձրակարգ ու բարձրորակ հանգիստը։ Ես դե ինչպես միշտ Էդգարն եմ, մենք շարունակում ենք բացահայտել Եգիպտոսի հյուրանոցները եւ այս անգամ կբացահայտենք Sunrise Riviera Aqua Park հյուրանոցը, որը գտնվում է Հուրգադա։ Ասեմ, որ այն բյուջետային 5 աստղանի հյուրանոցը թարմ նոր բացվող, անցնենք ներս, տեսնենք թե ինչպիսի կառուցված ունի տվյալ հյուրանոցը։ Գնացինք։ Մենք ներսում ենք եւ մուտքից դեպի աջ գտնվում է գրանցման հատվածը, որտեղ մեզ գրանցում են եւ ուղեկցում դեպի մեր համարներ, այսպես ջերմորեն եւ ժպիտներով դիմավորում են այստեղի հյուրերին։ Սպասասրահից դեպի աջ գտնվում է լոբի բարը, քիչ անց այն ես ձեզ ցույց կտամ եւ կծանոթանանք արդեն ընդհանուր հյուրանոցի հետ։ Ընդհանրից դեպի դուրս գտնվում է տերասան, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լող ավազանը եւ դեպի Կարմիր ծովը։ Հյուրանոց ունի 10 լողավազան, որոնցից 3-ը մանկական են։ Այստեղ կա նաև ջրաշխարհ, ինչպես մեծերի, այնպես էլ մանուկների համար։ Լողավազանների տարածքում կան նաև բարեր, որտեղ մատուցում են զովացուցիչ ըմպելիքներ եւ ալկոհոլ։ Ինչպես նաև այստեղ կան սնեքս բարեր, ցերեկվա ժամերին ուտեստներ համտեսելու համար։ Անցնենք առաջ եւ ցույց տամ ձեզ այստեղի համարները։ Այժմ մենք գտնվում ենք բունգալոների հատվածում եւ ցույց տամ ձեզ այստեղի բունգալոներից մեկը, որը կոչվում է Bungalow 1 Unit։ Անցնենք ներս, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի տվյալ համարը։ Մենք ներսում ենք եւ մուտքից դեպի աջ լոգարանն է։ Ցույց տամ ձեզ խնամքի պարագաներով, կոսմետիկ միջոցներով, ֆրենը բնականաբար, լոգախցիկը, լոգարանի դիմաց գտնվում է զգեստապահարանը, սեյֆը, հյուրասենյակը ննջարանը, այսպես ասած, king size մահճակալով, բազմոցով,
Այս հատվածում մինի բարն է, թեյ, սուրճ, այն ինչ կցանկանաք, սառնարանը, զովացուցիչ ըմպելիքներով, եւ այստեղից կա ելք դեպի լող ավազան, դրսի հատվածը, երկու քայլ եւ միանգամից արդեն հայտնվում ենք լող ավազան։ Անցնենք առաջ եւ ցույց տամ ձեզ հաջորդ բունգալոն, որը կոչվում է 2 unit, այսինքն տվյալ համարը բաղկացած է 1 king size մահճակալից, մեծ մահճակալից եւ 2 առանձին մահճակալներից։ Անցնենք ներս, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի տվյալ համարը։ Մենք ներսում ենք եւ բնականաբար մուտքից դեպի աջ լոգարանն է այս հատվածում գտնվում։ Խրամքի պարագաներով, կոսմետիկ միջոցներով, լոգախցիկը, լոգարանի դիմաց գտնում ես գեստապահարանը, մեծ եւ տարողունակ, սեյֆը, որտեղ կարող եք պահել ձեր թանկարժեք իրերը, թել եւ ասեղ, կոշիկի շոր, անցնենք առաջ եւ այս համարի առաջին հատվածը, որտեղ կա king size մահճակալ, մինի բարը, եւ երկրորդ հատվածը, երկրորդ ննջարան այս համարի, երկու առանձին մեծ մահճակալով, TV հատվածով եւ այստեղից կա ելք դեպի տերասը, որտեղից մի քանի քայլ անելով կարող եք հայտնվել արդեն լող ավազանում եւ ակվապարկում։ Անցնենք առաջ եւ ցույց տամ ձեզ այստեղի ստանդարտ համարներից մեկը, որը կոչվում է ստանդարտ room sea view, այն ունի տեսարան դեպի ծով, դեպի լող ավազան, անցնենք ներս եւ տեսնենք թե ինչպիսի կառուցվածք ունի տվյալ համարը։ Մենք ներսում ենք եւ մուտքից դեպի աջ բնականաբար լոգարանն է, լուսավոր մաքրամաքուր, կոսմետիկ միջոցներով, խնամքի պարագաներով, մարմնի լոսյոն, կոնդիցիոներ, շամպունь, գել, մարմնի լոսյոն, լոգախցիկը, լոգարանի դիմաց գտնում ես գեստապահարանը, անցնենք առաջ, սա ննջարանն է կամ հյուրասենյակը, king size մահճակալով, սուրճի թեյի հատվածը կամ մինի բարը այսպես ասած,
ծովացի ճմպելիքները, որոնք որ թարմացվում են ամեն օր։ Եվ այս համարի առանձնահատկությունը պատշգամբն է։ Այժմ տեղափոխվենք լողափ ծանոթանալու նրա կառուցվածքի հետ։ Հյուրանոցը գտնվում է առաջին գծում, իսկ հյուրանոցից դեպի լողափ ընկած հեռավորությունը շատ կարճ է։ Ամուր ու հարմարավետ տապչանները ունեն նաև ներքնակներ, իսկ ծղոտե մեծ հովանոցները կպաշտպանեն ձեզ արևից։ Լողափը պատված է փափուկ ավազով, ունի ավազե ափ, իսկ ափից մի քանի մետր հեռավորության վրա կան կորալներ։ Օրվա ընթացքում տեղի ունենում ծովի մակընթացություն, այն որոշ չափով բարձրանում եւ իջնում է։ Այնպես որ դեպի ծով կարող եք մուտք գործել եւ ափից եւ բանտոնից։ Հյուրանոցում բացի հիմնական ռեստորանից կան նաեւ ալակարտ ռեստորաններ։ Կամիլան եգիպտական խոհանոցով, Պոսեյդոնը հունական խոհանոցով եւ Ֆրիդան մեքսիկական խոհանոցով։